Սրտի խորքից Փառք Հիսուսին, սիրելի քույրեր եւ եղբայրներ ջան։ Աստված մեզ մեծ հնարավորություն է տվել, որպեսզի եւս մեկ անգամ իր ներկայության մեջ լինենք։ Եվ ինչպես Սաղմոս 2-ն ասում է, այո, Տիրոջ ողորմությունները ամեն օր նորանոր են։ Տիրոջ ողորմությունները ամեն օր նորանոր են։ Եվ մեր անձը, ինչպես գրված է, եւ իմ անձը հասկացել է դա։ Փառք Տիրոջը, մենք չպետք է լինենք, բայց կանք։ Եվ այս գեղեցիկ Կիրակի օրվա լույսը ծագել է մեր վրա եւ Տերը մեզ ողորմություն է արել, որ եւս մեկ անգամ կանգնենք նրա լույսի առջև։ Ես մի բան կարող եմ ասել հստակ, յուրաքանչյուր Կիրակին նամանավանդ նոր եկողի եւ նորադարձի համար փրկության հրաշալի հնարավորություն է։ Դեռ այն հոգու համար, որ Քրիստոսի հետ չի հաշտվել եւ Հիսուսի հետ քաղցրության բերկրանքը չի վայելել։ 2 օր առաջ տան մեջ Բաքվում ման եմ գալիս եւ մտածում եմ մեկ էլ մտքիս մի երգ եկավ եւ այդ երգը երգում էի Անուշ է անունը Հիսուսի, հիշում եք այդ երգը եւ այնտեղ տողերի մեջ այսպես է գրված Հիսուս ինչ անուշ անուն Հիսուս ամեն օր էս նույն եւ ես մտածում էի ասեմ Տեր Աստված հետարքիր է ամեն օր Հիսուսը նույնն է ամեն օր Հիսուսը նույնն է եւ դրա վրա խոսք տվե Տերը եւ պետք է ձեզ հետ խոսեմ եւ ուրախանանք Հիսուսով որ ինքը ամեն օր նույնն է գրված Եբրայեցիների 13-րդ գլուխ 13-րդ գլուխ 8 համարում էսպես ասում Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտյան նորից եմ կարդում Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտյան մեկ այլ թարգմանության մեջ գրված է այսպես որ Հիսուս Քրիստոսը այսօր նույնն է, ինչ երեկ էր եւ երբեք չի փոխվելու։ Այսպիսի թարգմանություն կա, որ Հիսուսը նույնն է եւ երեկ էր, ինչպես որ երեկ էր եւ երբեք չի փոխվելու։ Սիրելի Աստծո ժողովուրդ, աշխարհի բոլոր մարդկությունը փոփոխման ենթակա են, բոլոր մարդիկ ինչպես որ ծնվել են, եկել են աշխարհ եւ պետք է գնան, կյանքի ընթացքում կյանքի հարցերի մեջ փոփոխվել են։ Բայց Պողոս Արաքյալը այս թղթի մեջ, Եբրայեցիների թղթի մեջ հստակ մի հրաշալի խոսք է ասում եւ ասում է որ կա մի առաջնորդ եւ կա մի անձնավորություն ով քրիստոնեության հիմնադիրն է եղել ով Աստծո որդին է եղել աշխարհ եկած որ բոլոր դարերի մեջ նույնն է եղել եւ այսօր էլ նույնն է եւ հավիտենության մեջ նույնն է մնալու եւ ես դրա մասին ուզում եմ խոսել ձեզ հետ սիրելիներ թող Աստված մեզ ողորմություն անի այն մարդիկ ովքեր որ Տիրոջը չեն ճանաչում իրանք մտածում են թե Հիսուսը իրանց պես է որ կարա ժամանակի ընթացքում փոփոխվի եւ շատ տեղերի մեջ ինչպես մարդկային միտքն է ուղեղն է մտածում Հիսուսն էլ ենթարկի իր կարծիքը փոփոխման բայց արի ու տես այդպես չէ եւ 3 բան կա որ Հիսուսը նույնն է որոնք ես առանձնացրել եմ եւ այդ 3 բանի մեջ որ Հիսուսը չի փոփոխվում առաջի բանը որ ուզում եմ ասել գրված է Սաղմոս 2 Սաղմոսների մեջ 9-րդ Սաղմոս 4-րդ համարում էսպես է գրված 4-րդ համար եւ 8-րդ համար որտեվ դու արիր իմ դատաստանը եւ իրավունքը դու աթոռի վրա նստեցիր ով արդար դատավոր եւ 8 համարի մեջ գրված է եւ նա աշխարհս արդարությունով գդատե եւ ազգերին ուղղությունով իրավունք կանե սիրելի քույրիկ եւ եղբայր Հիսուս Քրիստոս երեք այսօր եւ հավիտյան նույնն է իր արդարության մեջ եւ իր դատաստանների մեջ բոլոր դատավորներին կարող են կաշառել բոլոր դատավորներին կարող են ծանոթներ խառնել բոլորի բերանը կարող են փակել եւ շատ դատեր ծռել բայց Հիսուս Քրիստոս որպես արդար դատավոր եւ որպես արդարության հիմնակար որպես արդարության քարոզիչ նա բոլոր դարերի մեջ նույնն է մնացել եւ այսօր էլ նույնն է եւ հավիտենության մեջ էլ է նույնը այնպես ուրախ եմ ես դրա համար որ Քրիստոսին այդ քաղցր էակին չի կարող մեկը համոզել որպեսի իրավունք ծռի մեղա քեզ Աստված մարդկորեն եմ ասում կամ մեկը համոզել նրան որպեսի իր ճանապարհներից արդարության ուղի ուղությունը այլ կերպ այսպիսին չէ մեր Հիսուսը Հիսուս երեք այսօր եւ հավիտյան արդար դատավոր է քո համար եւ ինչպես որ գրված է նա հոբն է ասում նա իմ արդարության վրա շուտով պիտի նայի Ինչքան ալինում մենք խնդիրներ ենք ունենում, հարցեր ենք ունենում եւ մտածում ենք Տերը միգուցե առաջվա պես չի մտածում կամ մեր դատին, մեր իրավունքին միգուցե ուրիշ ձև պատասխան կանի, բայց մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը մի բան է ասում. Տերը բոլոր դարերի մեջ նույնն է եւ Տերը իր արդարության մեջ նույնն է մնալու։ Հաջորդ բանը որ ուզում եմ ասել, գրված է որ Հիսուս Քրիստոսը նույնն է այսօր, երեք եւ այսօր եւ հավիտյան
իր որոշումների մեջ։ Հիսուսը իր բոլոր որոշումների մեջ նույնն է։ Դուք հիշում եք, երբ որ եկավ աշխարհ մեր Տերը եւ աշակերտներին խոսելու ժամանակ այսպիսի խոսք ասեց, 10-րդ գլուխ 38 համարի մեջ է դա գրված։ Նա ասում էր, որ ես պետք է գնամ Երուսաղեմ եւ այնտեղ մատնվեմ քահանայապետների եւ փարիսեցիների եւ իշխանավորների ձեռքը եւ այնտեղ ինձ պետք է ծեծեն, վիրավորեն, թքեն եւ այնտեղ ինձ խաչը պետք է բարձրացնեն եւ ես երրորդ օրը պետք է հարություն առնեմ։ Եվ աշակերտների մեջ զրույց գնաց եւ աշակերտները անգամ ուզում էին նրա աջ եւ ձախ կողմը նստել եւ Հիսուսը նրանց մի բան ասեց։ 38 համարի մեջ գրված է այսպես. Հիսուսն էլ ասեց նրանց. չգիտեք թե ինչ եք խնդրում, կարող եք խմել այն բաժակը, որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտությունով մկրտվիր, որով ես պիտի մկրտվեմ։ Եվ աշակերտներին մի որոշման մասին էր Տերը հայտնում, ասում էր, որ ես Երուսաղեմ գնալու եւ այդպես կապվելու առաջ, որ պետքա լինի այդ բոլոր չարչարանքը համայն մարդկության համար մեղքի զոհ պիտի դառնամ, ես այնտեղ բաժակ պիտի խմեմ եւ այդ բաժակի մեջ պետքա լցված լինի ամբողջ աշխարհի մեղքը, բոլոր դարերից առաջ, բոլոր դարերում եղող եւ հավիտենության մեջ մնացած մարդիկ, ովքեր որ պիտի ծնվեն, նրանց համար էլ եղող մեղքը, նրանց համար բարեխոսության եւ երկնքի դռները բացելու այդ բաժակը ծանր պետք է խմեմ։ Եվ այսպիսի որոշում ուներ Հիսուսը։ Եվ միգուցե աշակերտները մտածում էին, հեսա կգան կհասնեն Երուսաղեմ եւ Երուսաղեմի դարպասների մոտ, միգուցե Գեթսեմանի պարտեզի մոտ կփոխվի Հիսուսի որոշումը, բայց արեք ու տեսեք, երբ որ նրանք գնացին եւ մտան այդ վերջի օրը ընթրիքից հետո մտան այդ պարտեզը, որ Գեթսեմանի էր կոչվում, եւ բոլոր աշակերտները քնեցին եւ Հիսուսը աղոթք էր անում, ասում էր. Հայր, եթե կամես այս բաժակը ինձանից անցկացրու, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ դու։ Եվ մենք տեսնում ենք այստեղ մի հստակ բան. Հիսուսը, ով երեք եւ այսօր եւ հավիտյան նույնն է, խմեց այդ բաժակը եւ իր որոշման մեջ հաստատ մնաց։ Այսպիսի Աստված իր որդին տվել է մեզ համար եւ այսպիսի Աստծո ենք մենք պաշտում, սիրելի քույրեր, եղբայրներ։ Մեր որոշումները օրվա ընթացքում մի քանի անգամ են բեկանվում, փոխվում եւ մենք մի բան որոշում ենք, առավոտ հելում ենք, ուրիշ բան ենք անում, անգամ էլ ծրագրում ես քո երեխեքի համար էսպես կանեմ, էսպես, մեկ էլ երեխեքը մի հատ վատ բան են անում, կամ մեծանում են, այն չեն վարվում քո հետ, քո որոշումները փոխվում են, բայց Հիսուսի որոշում չփոխվեց եւ երեք եւ այսօր եւ հավիտյան նա նույնը մնաց եւ ինչպես որ կարդացի, ասեց պիտի գնամ այդ բաժակը խմեմ եւ գնաց ու այդ բաժակը խմեց մեզ համար։ Այսպիսի Աստված մենք ունենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, եւ այսպիսի Հիսուսին ունենալու եւ այսպիսի Հիսուսին ճանաչելուց մի բան է մեզ մնում, մեզ գցել իր գիրկը, եւ վերջի միտքը, որ ուզում եմ ասել, Հիսուս Քրիստոսը նույնն է երեք եւ այսօր եւ հավիտյան, սա այնտեղն է, երբ որ աշակերտները, հիշում եք, Հիսուս Քրիստոսին թողել էին եւ նա մենակ մնացել էր Պիղատոսի այդ սրահի մեջ եւ զինվորները նրան վիրավորում էին, պատմուճան էին հագցրել, ծաղրում էին նրան, փշեպսակ էին դրել եւ այդ խարույկի մոտ հավաքված տեղում մի անձնավորություն կար, Հիսուս Քրիստոսի ամենածեր աշակերտը, ում անունը Սիմոն Հովնանի որդի էր, որ անվանվեց Պետրոս։ Եվ գրված է Հովանու ավետարան 21-րդ գլխի մեջ, երբ որ Պետրոսը Հիսուսի մոտ կանգնած էր եւ նայում էր հեռվից, ինչպես է Քրիստոսը տառապում, անարգվում, եւ եկան նրան հարց տվեցին, նա 3 անգամ ուրացավ եւ չասեց, որ ինքը Հիսուսի աշակերտն է, որտեղ վախեցավ, ես սրա վրա չեմ ուզում կանգնել։ Եվ սիրելի քույր եղբայրներ, Հիսուսի խաչից հետո, երրորդ օրը Հիսուսի հարությունից հետո Պետրոս առաքյալի համար այսպես համարագրված 21-րդ գլուխ 3-րդ համար Սիմոն Պետրոսը նրանց ասեց աշակերտներին. ես գնում եմ ձուկ բռնելու։ Նրան ասեցին մենք էլ գանք քեզ հետ, գնացին եւ շուտով մտան նավը եւ այն գիշերը ոչինչ չբռնեցին։ Սիրելի քույր եղբայրներ, որ ես էլ լինեի այս տեղերում, ես էլ կմտածեի, որ ես ուրացել, ես Հիսուսին մոռացել, ես Հիսուսին, այսպես ասած, 3 անգամ իր սերը թողել եմ եւ այլևս չկա այդ սիրո կյանքը եւ այդ կապը այլևս կտրված է, որովհետեւ միգուցե եւ մոռացած, միգուցե եւ բացված չէր, որ Հիսուսը 3 այսօր եւ այսօր նույնն է, բայց եւ մենք տեսնում ենք, որ Պետրոս առաքյալը անգամ որ դարձավ իր 5 գործին, ցկնորսությանը, որին Տերը նրան կանչել էր եւ ասել էր Պետրոս, ես քեզ մարդկանց որսորդ պիտի դարձնեմ, եւ մենք տեսնում ենք այդ 5 գործի ժամանակ 15 համարի մեջ Հիսուսը գալիս է Պետրոսի մոտ եւ գրված է այսպես, երբ որ գալիս է նրանց կանչումը եւ երբ որ ճաշեցին, Հիսուսը ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելի։
Նրան ասեց. այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրան ասեց. արածեցրու իմ գառները։ Սիրելի քույրեր, եղբայրներ, անսպասելի հանդիպում եւ անսպասելի հարց եւ պատասխան։ Սիրելիներ, եւ Տերը նրան հարց է տալիս։ Մենք շատ ենք մտածել, շատ ենք քարոզել, որ կմտածեինք առաջի անգամ Տերը նրան պիտի հարց տար. ինչի համար Սիմոն, ինչի ինձ յուրացար, այդքան բան ես քեզ արել էի, զոնքաչիդ բժշկեցի, քու կողքը 3.5 տարի քայլեցի, որ մի խնդրի համար դու ինձ յուրացար, ինչի հավատարիմ չմնացիր, բայց մենք տեսնում ենք այդ բոլոր բաներից զատ Հիսուսը նայեց Պետրոսին եւ հարց է տալիս. սիրում ես ինձ դրանցից առավել։ Եվ որն էր Հիսուսի հարցի մեջ, ինչ էր թաքնված Հիսուսի հարցի մեջ։ Հիսուսի հարցի մեջ թաքնված է, որ Սիմոն Հովնանի որդի, ես երեկ եւ այսօր եւ հավիտյան նույնն եմ սիրո մեջ, եւ իմ սերը չի փոխվել քո նկատմամբ։ Եվ մենք այստեղ տեսնում ենք երկրորդ հարցի ժամանակ, երրորդ հարցի ժամանակ, եւ Տերը նրան գրկեց սիրով եւ նրան ուղղեց դեպի այն գործին, ինչպես որ կանչել էր։ Մնաց հետևում ուրացումը, մնաց հետևում արհամարանքի մտքերը, մնաց հետևում բոլոր այն հակառակորդի կողմից եկած խավարը եւ ձգնորսության այն հին սովորությունները մնաց հետևում, որտեղ Պետրոս առաքյալ տեսավ, որ իր առջև կանգնած Հիսուս Քրիստոս երեք եւ այսօր եւ հավիտյան սերը չի փոխել։ Այսպիսին է մեր Տերը եւ այս կիրակին էլ նրա համար է, որ ես ու դու սիրելի քույրիկ եւ եղբայր եւ այն նորահոգին հասկանա եւ տեսնի եւ ուրախանա, որ Հիսուս իր որոշումների մեջ, իր արդարության գործի մեջ եւ իր սիրո մեջ մեր նկատմամբ չի փոխվում։ Մենք մտածում ենք, ես երեք մեղանչել եմ, ես 2 օր առաջ լավ չեմ ապրել, իմ կյանքը չի փոխվում եւ այսօրվա կիրակի մեջ Աստված իր որոշումները, Աստված իր ծրագրերի համար միգուցե փոխել է եւ Աստծո սերը իմ կյանքում փոփոխման է ենթարկվել, բայց Սուրբ Գիրքը ասում է չեմ փոխվել, որտեւ ես երեք եւ այսօր եւ հավիտյան նույնն եմ։ Այսպիսի Հիսուսի առաջ ենք մենք եկել եւ այսպիսի Հիսուս Քրիստոս է մեզ կանչել իր հավիտենական սիրո մեջ։ Ես մի կարճ բան եմ ուզում պատմել եւ մենք պետք է աղոթ կանենք։ Ուրեմն գրված է 300 քանի թվականներին, երբ որ հավատացյալների մասին, նրանց ապրածի եւ նրանց չարչարանքների եւ հալածանքների մասին գիրք է այսպես գրված, կոչվում է կատակոմբաներ, թե ինչպես են հավատացյալները ապրել եւ ասма մտնում էին Հռոմի թունելների մեջ եւ ներքևը այդպես գետնափորեր էր, տարբեր լաբիրինթոսներով, սենյակներով եւ այնտեղ պաշտամունքներ էին անում հռոմեական կայսրության վախից եւ այնտեղ մի անձնավորություն ալինում անունը Տարկվատ, սա գնում է հռոմեացիներին, զինվորներին եւ եկեղեցու մասին բոլոր ինֆորմացիան է տալիս, հայտնում է կատակոմբաների մուտքերի տեղերը եւ ասում է նրանց եպիսկոպոսի անունը եւ բոլորը ուրանում է եւ մատնում է ամբողջ հավատացյալներին, ասում է եւ գալիս են հռոմեացիները, փակում են բոլոր մուտքերը եւ հավատացյալները մնում են տեղում, ասում է եւ այս Տարկվատը ինքնին գալով հասկանալով որ ուրացել է Տիրոջը, ուրացել է եկեղեցուն եւ մատնիչ է համարվել, ասում է մի սենյակի մեջ որ արդեն մոլորվել էր, ոչինչ չէր կարող անել, նա նստած արչեվում գալիս է ամբողջ կյանքը իր զղջում է, բայց ասում է այլևս ելք չունեի, ես պիտի դժոխք գնայի իմ արածի համար եւ ասում է պատրույկը գնալով մարում էր եւ ինքը այդ մենակության մեջ պետք է մեռներ եւ ասում է երբ որ լույսը հանգավ իմ մեջ մի խավար լցվեց եւ ես ասեցի ամեն բան վերջացավ եւ ասում է հենց այդ ժամանակ լսեցի մի քանի սենյակներից այն կողմ հավատացյալ ժողովրդի երգի ձայնը եւ մի ձայն ինձ ասեց վեր կաց գնա այդ ձայնին ուղղությամբ ասում եմ երբ գնացի մի սենյակ անցա երկրորդ սենյակը եւ տեսնեմ ծեր եպիսկոպոսներ արչեվից գնում եւ հետեւից հավատացյալ ժողովուրդը ովքեր որ դուրս գալու այլևս ելք չունեին ասում եմ ես գնացի այդ ծեր եպիսկոպոսի առաջ ես զղջացի խոստովանեցի մեղքը ասացի որ ես եմ արել որ ամբողջ եկեղեցուն մուտքերի եւ ելքերի դռները տեղերը տվել եմ եւ Հռոմը ձեզի հաղթեց այսօր Այսպես պատմա, ասում է ծեր եպիսկոպոսը նրան ասեց, այո Հիսուս Քրիստոս երեք այսօր եւ հավիտյան նույնն է, նա կարող է քեզ ներել եւ այդտեղ այդ Տարկվատը, այդ անձնավորությունը ապաշխարում է։ Սիրելի քույրեր եղբայրներ, մեր կյանքի ամենածանր իրավիճակների մեջ Հիսուսը նույնն է մնում եւ Հիսուսը փոփոխման չի ենթարկվում։ Մենք ենք փոխվում, մեր սերն Աստծո նկատմամբ փոխվում, մեր մտքերն են Աստծո նկատմամբ փոխվում, բայց որ հետ ենք դառնում, նայում ենք նրա սիրո աչքերի մեջ, մենք տեսնում ենք նա նույնն է, ինչպես Պետրոս առաքյալի համար։ Դրա համար այսօր էլ ինձ ու քեզ կանչել է, որ ասի Սիմոն, Հովնանի որդի, ինձ սիրում ես։ Միգուցե մենք մտածում ենք, մեր հարցերը շատ են, մենք հավատարիմ չմնացինք, մենք հոգևոր չենք դառնա ինչ-ինչ պատճառներով, բայց Հիսուսն է գալի հանդիպման, ոնց որ այսօր է եկել։ Դրա համար կանգնենք ոտքի, այո Քրիստոս երեք այսօր եւ այսօր նույնն է եւ աղոթենք, ամեն։